Ողջույն սիրելի հետևորդներ, եթե այսօր ես ձեզ ասեմ, որ կան մարդիկ, ովքեր հավատքով հաղթել են պատերազմներ, փակել են առուստների երախները, փրկվել են կրակից, դուք կասեք, ահա սա է հավատքի կյանքը։ Բայց եթե նույն գլխում կարդանք, որ կան ուրիշ հավատացյալներ, ովքեր ենթարկվեցին ծաղրանքների, խոշտանգումների, բանտարկության, սրով սպանվեցին, չազատվեցին իրենց տառապանքներից, ապա հարց է ծագում, ինչու՞, միթե նրանք ավելի քիչ հավատք ունեին։ Սա Եբրայեցիների 11-րդ գլխի ամենահզոր եւ ամենախորը հատվածն է։ Այս հատվածը կոտրում է այն սխալ պատկերացումը, թե հավատքը անպայման նշանակում է հեշտ կյանք։ Ոչ, հավատքը նշանակում է վստահել Աստծուն թե հաղթանակի օրը եւ թե արցունքի գիշերը։ Եվ եթե այսօր անցնում ես փորձության մեջով եւ մտածում ես, թե Աստված քեզ մոռացել է, այս խոսքը հենց քո համար է։ Եվ արդ, էլ ինչ ասեմ, քանի որ ժամանակը բավական չէր լինի պատմելու Գեդեոնի, Բարակի, Սամսոնի, Թեփաթայի, Դավթի եւ Սամուելի եւ մյուս մարգարեների մասին, որոնք հավատքով պարտության մատնեցին թագավորություններ, արդարություն գործեցին, հասան խոստմանը, այրուստների երախները փակեցին, հանդգնեցին կրակի զորությունը, հանգցրին կրակի զորությունը, փրկվեցին սրի բերանից, զորացան տկարությունից, հետո կտրիչներ եղան պատերազմի մեջ, հաղթեցին օտար բանակների, կանայք հարության միջոցով վերստացան իրենց մեռելներին, ուրիշները չարչարանքի ենթարկվեցին, մերժելով ազատություն ձեռք բերել, որպեսզի հասնեն լավագույն հարության, ուրիշներն էլ ենթարկվեցին տանջանքների եւ գանահարությունների, կապանքների եւ բանտերի, քարկոծվեցին, սղոցվեցին, փորձության ենթարկվեցին, սրով սպանվելով մեռան, թափառեցին ոչխարների եւ այծերի մորթներով ծածկված, ապրեցին կարիքի մեջ, նեղության մեջ, չարչարանքի մեջ, մարդիկ, որոնց այս աշխարհը արժանի չէ, մոլորված անապատում, լեռներում, քարայրներում եւ երկրի խորշերում, եւ սրանք ամենքը հավատքի մեջ վկայված լինելով չընդունեցին խոստումը։ Աստված մեզ համար ավելի լավն էր նախատեսել, որպեսզի առանց մեզ դրանք չկատարվեն։ Ամեն։ Էլ ինչ ասեմ, հեղինակը հիշատակում է Գեդեոնին, Բարակին, Սամսոնին, Թեփթային, Դավթին, Սամուելին եւ մարգարեներին։ Հետաքրքիր է, որ այս մարդկանցից շատերը կատարյալ չէին։ Գեդեոնը վախենում էր, Սամսոնը սխալներ գործեց, Դավիթը ծանր մեղքերի մեջ ընկավ, Թեփթայի կյանքում նույնպես կային ցավալի էջեր, բայց Աստված նրանց հիշում է ոչ թե նրանց անկումների, այլ նրանց հավատքի համար։ Սա մեծ մխիթարություն է մեզ համար։ Աստված փնտրում է ոչ թե անսխալական մարդկանց, այլ ապաշխարող եւ իրեն վստահող մարդկանց։ Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ Աստված հիշում է նրանց հավատքը, որպեսզի ոչ ոք չասի, ես արժանի չեմ ծառայել, որովհետև անկատար եմ։ Եթե Աստված սпасեր կատարյալ մարդկանց, ոչ ոք չէր փրկվի։ Գիտեք, հավատքը հաղթանակներ է բերում, նշվում է այսօրվա գլխի մեջ։ Հեղինակը թվարկում է հավատքի հաղթանակները, թագավորություններ նվաճեցին, արդարություն գործեցին, առուստների բերանները փակեցին, կրակի զորությունը մարեցին, սրի բերանից ազատվեցին, թուլությունից զորացան։ Սրանք մեզ հիշեցնում են, որ Աստված երբեմն հրաշքով փոխում է իրավիճակները, երբեմն նա բացում է փակ դռները, երբեմն բժշկում է, երբեմն ազատում է, երբեմն անհնարինը հնարավոր է դարձնում։ Այսօր էլ մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր հրաշքով ապաքինվում են, ընտանիքներ, որոնք վերամիավորվում են, կախվածությունից ազատված երիտասարդներ, անհույս թվացող կյանքեր, որոնք նոր սկիզբ են ստանում։ Աստված այսօր էլ է հրաշքներ գործում, բայց այստեղ պատմությունը չի ավարտվում։ Ուրիշները։ Այս հատվածը 11-րդ գլխի 35-ից 38-րդ համարները շրջադարձ ամենացնցող շրջադարձն է այս հատվածի։ Հեղինակը հանկարծ ասում է. ուրիշները խոշտանգվեցին, ուրիշները ծաղրվեցին, ուրիշները քարկոծվեցին, ուրիշները սրով սպանվեցին։ Նկատեցիք նույն հավատքը, բայց տարբեր ճանապարհներ։ Սա շատ կարևոր ճշմարտություն է։ Հավատքը Աստծուն չի պարտադրում, թե ինչպես գործի, հավատքը վստահում է Աստծուն անկախ նրանից, թե նա ինչ ճանապարհ է ընտրում։ Այսօր հաճախ լսում ենք, եթե հավատք ունես,
երբեք խնդիր չես ունենա։ Սակայն Սուրբ Գիրքը հակառակն է ասում։ Հավատքը խնդիրների բացակայությունը չէ, հավատքը Աստծո ներկայությունն է խնդիրների մեջ։ Սուրբ Եփրեմ ասորին ասում է. նահատակները չպարտվեցին, երբ մահացան։ Նրանք հաղթեցին, որովհետև չդավաճանեցին Քրիստոսին։ Աշխարհը նրանց արժանի չէր։ 11-րդ գլխի 38-րդ համար։ Սա Սուրբ Գրքի ամենագեղեցիկ արտահայտություններից մեկն է։ Աշխարհը նրանց արժանի չէր։ Մտածեք այս խոսքերի մասին։ Այս մարդիկ չունեին պալատներ, շատերը չունեին հարստություն։ Նրանք թափառում էին անապատներում։ Բայց Աստված ասում է, աշխարհը նրանց արժանի չէ։ Այսօր աշխարհը մարդուն գնահատում է հետևորդների թվով, բանկային հաշվով կամ ազդեցությամբ։ Աստված գնահատում է հավատարմությամբ։ Քո արժեքը հաշվում է ոչ թե այն բանով, թե որքան հայտնի ես մարդկանց առաջ, այլ որքան հավատարիմ ես Աստծուն։ Սուրբ Գրիգոր Նյուսացին հետևյալ կերպ է բացատրում, ասում է, Աստծո աչքում հաղթանակը ոչ թե երկար ապրելն է, այլ մինչև վերջ հավատարիմ մնալն է։ Նրանք չստացան խոստումը առանց մեզ, 11-րդ գլխի 39-ից 40-րդ համարները։ Հեղինակը վերջում ասում է մի զարմանալի բան. այս բոլոր մեծ հավատացյալները չստացան խոստման ամբողջական իրականացումը, որովհետև Աստված ավելի մեծ ծրագիր ուներ։ Նրանք սպասում էին Քրիստոսին։ Մենք արդեն ապրում ենք Քրիստոսի հայտնությունից հետո, այսինքն մենք ունենք այն լույսը, որի համար նրանք սպասեցին դարեր շարունակ։ Հետևաբար մեր պատասխանատվությունը ավելի մեծ է։ Սուրբ Օգոստինոս Երանելին ասում է. հին ուխտի արդարները փրկվեցին նույն Քրիստոսի հավատքով, ով մեզ համար արդեն հայտնվել է։ Այս հատվածի կարևոր պատգամը մեր ժամանակների համար հետևյալն է։ Այսօր սոցիալական ցանցերը հաճախ ստեղծում են այն տպավորությունը, որ հաջողակ կյանքը նշանակում է առանց ցավի կյանք, բայց իրական կյանքն այլ է։ Կան մարդիկ, ովքեր լուռ պայքարում են հիվանդության դեմ, կան ծնողներ, ովքեր տարիներով աղոթում են իրենց երեխաների համար, կան երիտասարդներ, ովքեր մենակ են մնում, որովհետև չեն ցանկանում դավաճանել իրենց հավատքին։ Եթե այսօր քո ճանապարհը դժվար է, մի կարծիր, թե Աստված քեզ լքել է։ Հնարավոր է դու հենց այն ճանապարհով ես անցնում, որով անցել են հավատքի մեծագույն վկաները։ Այս հատվածը մեզ տալիս է կյանքում կիրառելի մի քանի կարևոր կետեր։ Մի համեմատիր քո ճանապարհը ուրիշների ճանապարհի հետ։ Մի մտածիր, թե փորձությունը Աստծուն լքելու նշանն, Աստծո լքելու նշանն է։ Հիշիր, որ հավատարմությունն ավելի կարևոր է, քան արտաքին հաջողությունը։ Ամեն օր կարդա Աստծո խոսքը, որպեսզի հավատքդ զորանա։ Երբ հրաշք չես տեսնում, շարունակիր վստահել Աստծուն։ Մի ամաչիր, որ քո հավատքի համար նույնիսկ երբ մենակ մնաս, քո դժվարությունները կարող են դառնալ ուրիշների հույսի աղբյուրը։ Հիշիր, որ Աստված տեսնում է այն պայքարները, որոնք մարդիկ չեն տեսնում, աղոթիր ոչ միայն ազատման, այլ նաև մինչև վերջ հավատարիմ մնալու զորության համար։ Ամեն երեկո հարցրու, այսօր ես հավատքով ապրեցի, թե միայն զգացմունքներով։ Սուրբ Հովհան Ոսկեբեյանն հիշեցնում է, որ Աստված հավատքը պսակում է նույնիսկ այն ժամանակ, երբ մարդը երկրային հաջողություն չի տեսնում։ Սուրբ Եփրեմ աստորին սովորեցնում է, որ նահատակության մեծագույն հաղթանակը Քրիստոսին մինչև վերջ հավատարիմ մնալն է։ Սուրբ Գրիգոր Նյուսացին շեշտում է, որ սրբերի հաղթանակը նրանց տոկունության մեջ էր, ոչ թե նրանց հարմարավետության։ Սուրբ Օգոստինոս Երանելին ասում է, որ հին եւ նոր ուխտի բոլոր արդարներին միավորում է նույն հույսը Քրիստոսը։ Սիրելի հավատավոր հետևորդներ, Եբրայեցիների գլխի 11-րդ գլխի վերջաբանը մեզ սովորեցնում է մի ճշմարտություն, որը մեր ժամանակների մարդը հաճախ չի ցանկանում լսել։ Հավատքը չի երաշխավորում հեշտ կյանք, բայց երաշխավորում է, որ երբեք մենակ չես անցնի այդ կյանքը։ Մի մասը հավատքով հաղթեց պատերազմներում, մյուս մասը հավատքով հաղթեց սեփական վախին։ Մի մասը ազատվեց կրակից, մյուս մասը կրակի մեջ մնաց, բայց չուրացավ Աստծուն։ Եվ Աստծո աչքում երկուսն էլ հաղթողներ էին։ Եթե այսօր սպասում ես հրաշքի, շարունակիր աղոթել, որովհետև Աստված կարող է այն գործել։ Բայց եթե հրաշքը դեռ չի եկել, մի կորցրու հավատքդ, որովհետև գուցե Աստված հենց քո համբերության միջոցով է պատրաստում ավելի մեծ փառք։
Հիշիր, աշխարհի չափանիշներով հաղթանակը կարող է լինել հաջողություն, բայց Աստծո չափանիշներով հաղթանակը հավատարմությունն է։ Եվ մի օր, երբ կանգնենք նրա առաջ, նա չի հարցնի, քանի խնդիր չունեցար, այլ կասի՝ դու հավատարիմ մնացիր մինչև վերջ։ Թող այս խոսքերը զորացնեն քեզ, որպեսզի լինենք այն մարդկանց շարքում, որոնց մասին երկինքն է վկայում, աշխարհը նրանց արժանի չէր։ Ամեն։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել մեկնաբանության բաժնում, գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ այս օրվա սուրբ գրային հատվածի բացատրությունը ուղարկել քո քրիստոնյա քույրերին, եղբայրներին, ընկերներին, նրանց եւս հաղորդակից դարձնելու օրվա սուրբ գրային հատվածի բացատրությանը։ Աստված օրհնի բոլորիդ։